Հարգելի լրագրող ընկերներ, սիրելի քաղաքացիներ, ընթերցում եմ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրատապ գրառումը, որը կատարվել է մի քանի րոպե առաջ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն նահազանգում է։ Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մոտ արկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հետևանքների հետ զուգորդված լուրջ ռիսկեր է պարունակում։ Քիչ առաջ տեսակցեցի Նարեկին, հիմա էլ պատրաստվում եմ խոսել բանտային բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ։ Քիչ անց ուղիղ եթեր։ Սա րոպեներ առաջ կատարված գրառում է։ Նարեկ Սամսոնյանը արդեն 8 օր հացադուլի մեջ է։ Ավելի քան 1 շաբաթ։ Նարեկ Սամսոնյանը ավելի քան 2 ամիս ապօրինի կալանքի տակ է։ Պահանջը հստակ է՝ անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանքից։ Մենք այսօր Բարձրագույն դատական խորհրդի առաջ ենք հստակ պահանջներով։ Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանում դատական համակարգի անկախության պատասխանատու մարմինն է։ Դատավորների վարքագծի պատասխանատու մարմինն է։ Բայց մենք չենք տեսնում ոչ անկախ դատական համակարգ, ոչ էլ պատասխանատու վարքագծով դատավորներ։ Այսօր դատական համակարգի սխալների հետևանքով եւ ապօրինությունների հետևանքով արդեն այսօրվա դրությամբ մարդու առողջությանը եւ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։ Սա դատական համակարգի սխալի հետևանքն է։ Սա դատական ապօրինության շարունակականության արդյունք է։ Բարձրագույն դատական խորհրդի հարգելի անդամներ, սիրելի քաղաքացիներ, Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է ոչ այն պատճառով, որ անձնական հարց է փորձում լուծել, ոչ էլ այն պատճառով, որ պատրաստ չէ կրել բանտային կալանք։ Խնդիրը հետևյալում է. մարդը Հայաստանում չպետք է ապօրինի հետապնդման ենթարկվի խոսքի համար։ Մարդը չպետք է քաղաքական հետապնդումների ենթարկի երկակի ստանդարտներով։ Եթե համարում եք, որ Նարեկ Սամսոնյանի հետույթ բառը ասելու արարքում արկա է հանցակազմ, ապա անհապաղ պետք է կալանավորվեն բոլոր այն իշխանության ներկայացուցիչներն, ովքեր ավելի լկտի բառապաշարով ելույթներ են ունենում ամենաբարձր ամբիոններից։ Պետք է կալանավայրում լինի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը եւ տասնյակ այլ անուններ, որոնք պաշտպանվել են իրենց պատգամավորական եւ այլ տեսակի անձեռնմխելիության տակ եւ իրենց թույլ են տալիս ամենավերջին լկտի բառապաշարը, բայց այդպես էլ իրենց որևէ արարք հետևանք չի ունենում։ Ովքեր են կալանավորվում, մեդիագործիչներ, ովքեր որ մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո միանգամայն պաշտպանված են խոսքի ազատության այն արտահայտությունների համատեքստում, որոնք իրենք հնչեցնում են փոդքասթի համատեքստում։ Եթե տեղյակ չեք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 13-ին, մի քանի բառով շատ հակիրճ ասեմ։ Նոյեմբերի 13-ին Հայաստանում տեղի ունեցել խայտառակություն ուղղված մեդիագործիչների եւ անկախ լրատվամիջոցի դեմ։ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բնակարանները խուզարկելուց եւ նրանց ձերբակալելուց հետո խուզարկություն են իրականացրել անտիֆեյք հեմի գրասենյակում, արգրավել ողջ տեխնիկան, որի մեծ եւ կարեւոր մասը մինչ օրս վերադարձված չէ։ Այդ գործողությունը հետապնդել է մեկ նպատակ՝ դադարեցնել իմ նեմնի փոդքասթը, լռեցնել Նարեկին եւ Վազգենին, դադարեցնել անկախ անտիֆեյք հեմի գործունեությունը։ Ձերբակալություններով իրադարձությունը չի սահմանափակվել, հետապնդումը։ Նույն օրը Նարեկին եւ Վազգենին տարել են կալանավորման։ Դատական հերթափոխները պատահականությամբ, ճակերտավոր պատահականությամբ փոխփոխելով Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը մակագրվել է անաչառ դատավոր Մասիս Մելքոնյանին, իսկ Վազգեն Սաղաթելյանի կալանքի քննությունը մակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին։ Երկուսն էլ բնականաբար գործել են անաչառ եւ երկամսյա կալանք են տվել Նարեկին եւ Վազգենին։ Նախաքննության ընթացքում հնարավոր բոլոր եղանակներով, որը հնարավոր է իրականացնել քաղաքական հետապնդման համատեքստում, պատժիչ գործողություններ են իրականացրել Նարեկի եւ Վազգենի նկատմամբ։ Այնուհետև գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Դատավարությունը բոլորի աչքի առաջ էր։ Փաստաբաններն իրենց փաստարկներով ջախջախում էին հանրային մեղադրողի իբրև հնչեցված իրավական փաստարկները, որոնք հիմք էին իբրև հանդիսանում Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու համար։ Բայց
դուք բոլորդ հիշում եք, Նարեկ Սամսոնյանի ելույթը դեռ չավարտած, դեռ չէր հասցրել նստել, դատավոր Մանվել Շավերդյանն էլ դեռ չէր հասցրել շունչ քաշել, վայրկյանների ընթացքում հայտարարեց, երկարացնում եմ կալանքը ևս 3 ամիս ժամկետով։ Իսկ ինչի մասին էր այս գործը։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հանդգնել էին պատասխանել, արձագանքել ազգային ժողովի նախագահի վիրավորանքներին։ Ազգային ժողովի նախագահը շան լակոտներ էր անվանել ոդքասթի հեղինակներին իրենց հեղինակային հաղորդման ընթացքում հնչած քննադատական կարծիքների համար։ Եվ ոդքասթի հերթական թողարկման ընթացքում նրանք հանդգնել էին պատասխանել Ալեն Սիմոնյանին, որի ընթացքում Վազգեն Սաղաթելյանը համարժեք պատասխաններ էր հնչեցրել նրան, իսկ Նարեկ Սամսոնյանն օգտագործել էր ընդամենը հետույթ բառը։ Եվ փաստացի ունենք մի իրավիճակ, որ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին իրենց հանդգնության համար չլռելու, քննադատելու սպառնում է 5 ամսվա կալանք։ Ինչպես կարող է մարդը համակերպել այս ապօրինության շղթայի հերթական դրսևորման հետ նստել, համակերպել եւ սպասել։ Ոչ Նարեկ Սամսոնյանը, ոչ անտիֆեյքի թիմը, ոչ մեր համակիրները պատրաստ չենք համակերպել, լռել եւ սպասել։ Նարեկ Սամսոնյանն արել է իր քայլը, ապօրինության դեմ, հայտարարել է անժամկետ հացադուլ։ Այսօր արդեն հացադուլի 8-րդ օրն է։ Բնական է, որ հացադուլը առաջացնում է համապատասխան հետևանքներ։ Բայց հացադուլով միայն իրավիճակը չի ավարտվում։ Փաստորեն պարոն Մելիքյանը զգուշացնում է, ահազանգում է, որ նաև առկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հանգամանքի հետ մեկտեղ կարող է լուրջ վտանգ սպառնալ կյանքին եւ առողջությանը։ Հարգելի բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատական համակարգի անկախությունը ձեր պատասխանատվության տիրույթում է։ Դատական ապօրինություններ թույլ չտալը ձեր պատասխանատվության տիրույթում է։ Ձեր լռությունը հավասարազոր է պատասխանատվության։ Դուք չեզոքություն չեք դրսևորում, դուք պատասխանատու եք։ Քայլեր ձեռնարկեք անհապաղ դադարեցնելու այս դատական ապօրինությունն ու ի կատար ածելու Նարեկ Սամսոնյանի պահանջը, այն է անհապաղ ազատել իրեն ապօրինի կալանքից։ Հակառակ դեպքում ոչ միայն քաղաքական իշխանությունները, ոչ միայն համապատասխան որոշում կայացրած դատավորը, ոչ միայն դատախազ Հայկ Ավետյանը, այլ նաև դուք եք պատասխանատու Հայաստանում տիրող դատական ապօրինությունների հետևանքով մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի համար։ Ազատություն, 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 ազատություն։ Հարգելի լրագրողներ, մենք այսօր բերել ենք նաև խորհրդանշական արդարադատության կշեռքը, որը թերևս պատկերն է այսօր առկա Հայաստանում առկա դատական համակարգի։ Տեսնում եք, թե հավասարակշռության նժարը որ կողմն է թեքված։ Մենք ընդհանրապես պահանջում ենք ոչ թե լավություն անել ինչ-որ մեկին, ոչ թե, չգիտեմ, ինչ-որ ձեր գործառույթներից դուրս գործողություններ կատարել, ընդհանրապես պահանջում ենք, որ գործեք Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, այդքան բան։ Հակառակ դեպքում այս ողջ Նարեկ Սամսոնյանի կյանքին սպառնացող եւ առողջությանը սպառնացող վտանգի պատասխանատվությունը նաեւ ձեզ վրա է։ Գործեք Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Կրկին պահանջում ենք անհապաղ դադարեցնել դատական ապօրինությունն ու կատարել Նարեկ Սամսոնյանի պահանջը հացադուլը դադարեցնելու համար։ Այժմ կպատասխանենք լրագրողների հարցերին։ Ատիկին մաթ